Բարյոր հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է հանուն իրավունքների կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը, բարև ձեզ։ Տիկին Աբրահամյան, վերջին երևի 10 օրվա ամենաքննարկվող երևի թեմաներից մեկը դա Մոսկվայում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի հանդիպումն էր, թե բուն հանդիպում, այսինքն դրան նախորդած են հրապարակային խոսքի մասին է խոսքը Վլադիմիր Պուտինի, որով ըստ էության Փաշինյանին ոչ այն է խնդրում էր, ոչ այն է առաջարկում էր ռուսաստանյան անձնագիր ունեցող մարդկանց թույլ տալ մասնակցել ընտրություններին, եւ թե ոչ պակաս կարեւոր է այն հետո եկած այդ ամբողջ տեղեկատվական օվերչուկով, Ռոսելխոզնարձորով եւ այլն։ Հիմա մենք այս դեպքում հիմա ինչի հետ գործ ունենք, առաջարկի թե այնուհանդերձ սպառնալիքի։ Շնորհակալություն, կարծում եմ իհարկե անգամ արդեն շատ այդպես բացայբաց սպառնալիքների են անցել եւ սա երբ որ վերջին մի քանի ամիսներին անդադ ասում էին ինչ հիբրիդային պատերազմ, ինչ նոր բառեքորիներ եւ այլ չկա նման բան եւ այլն, սա ըստ էության շատ դասական հիբրիդային սպառնալիքների մաս է կազմում, հատկապես օվերչուկի հայտարարությունները եւ որ շատ գուցե նաեւ այս մասին ընդհանրապես կարծես թե մեր հանրային դիրույթում շատ չքննարկվեց կամ ընդհանրապես չքննարկվեց, բայց ուզում եմ որպեսզի նաեւ հասկանանք, թե նաեւ Ռուսաստանի ընդհանրապես կասերապաշտական մոտեցումները ուր են տանում, հիշենք թե օվերչուկը հատկապես ինչ էր հղումանում եւ ինչի վերաբերալ էր ասում, որ Թրիփը մեծ հաշվով չեղարկեց կամ ընդհանրապես քանդեց այն բալանսը, որ ստեղծվել էր Թուրքմենչայի պայմանագրով։ Ընդհանրապես վերջին մի քանի տարիներին եւ սա արդեն մոտապես 3-4 տարի է։ Ես ներողություն եմ խնդրում, որովհետեւ այդ ժամանակ երբ հիշատակվեց Թուրքմենչայի պայմանագիրը, ես կարողացա ենթադրել այդ բանին, որ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչ որ պահի կարող է հղումանել, ասենք Նվարսակի պայմանագրին օրինակ։ Ցանկացած բան, բայց ոչ բնականաբար եւ սա նաեւ ասում եմ, սա հստակ ցույց է տալիս այն ամբողջ տրամադրությունը եւ ամբողջ նաեւ նկարտումները, որ այս պահին նաեւ Ռուսաստանը ունի Հայաստանի նկատմամբ եւ ընկալում է Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին, այսինքն որպես կայսերության տարածք, որը ձևավորվել է դեռևս Թուրքմենչայի պայմանագրով բխող բոլոր պայմանավորվածություններով, այսինքն Երևանի եւ Նախիջևանի այսպես մարզերը դառնում էին Ռուսաստանի մարզ եւ այլ, այսինքն որևէ կերպ եւ նաեւ իր խոսույթում եւ եթե լսեք նաեւ Պուտինի խոսելը ըստ էության Հայաստանի Հանրապետության մասին ընդհանրապես խոսք չկա, ինքը խոսում է հայ ժողովրդի մասին, որպես հավաքական ինչ-որ մի բան, բայց ոչ պետության մասին, եւ սա է ընկալումը, եւ վերջին մոտապես 4-5 տարիներին Թուրքմենչայի պայմանագրի այդպես օրը, դա կարծեմ փետրվարի 21-ն է, 22-ը, եթե սխալվում եմ, ներեք, բայց կամ 21-ն է կամ 22-ը, այդ օրը տարբեր միջոցառումներ են իրականացվում, այդ թվում Ռուսский дом, հա, այդ իրենց կամ Ռոսատրուդնիչествայի գրասենյակներում, հայ-ռուսական սլավոնական համալսարանում եւ վերջերս նաեւ 102-րդ բազայում։ Սա բոլորովին պատահականություն չի։ Սա հստակ ուղերձ է, որ մենք Հայաստանի Հանրապետություն որպես այդպեսին չենք ճանաչում, այլ ճանաչում ենք Թուրքմենչայի պայմանագրով ձևավորված տարածք, որը դա կայսերության այդպես մի մասն է։ Եվ սա իրականում սա ոչ միայն խոսույթի մակարդակով, այլ կոնկրետ ծրագրերի, նաև ծրագրային այդպես մոտեցումների մակարդակով է ակնհայտ դառնում եւ ասում եմ նորից բոլորովին պատահական չի, որ օվերչուկը հերթական անգամ խոսելով Հայաստանի մասին նորից մեջբերեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Սա է նաև պատճառը, որ շատ ավելի լարվել էին հենց նաև Պրահյան համաձայնությունից հետո, որովհետև հենց այնտեղ էր, որ էլի վերահաստատվեց Ալմաթիի հռչակագիրը, որովհետև ըստ էության դե յուրե Հայաստանը տարածքային ամբողջականության ճանաչման փաստաթուղթ բացի Ալմաթիի հռչակագրից մեծ հաշվով դե յուրե
դա է եղել այն հիմքը, որ հետո նաև ՄԱԿ-ում եւ այլ եւ այլ։ Այսինքն Ալմատի հռչակագիրը, որը հենց Ռուսաստանը առաջինն է թերևս խախտել հարձակվելով Ուկրաինայի վրա, սա իրենց համար ահավոր նյարդայնացնողն է, որովհետեւ սա ըստ էության չեղարկում է Թուրքմենչայի պայմանագիրը։ Մինչդեռ հիմա անընդհատ մենք խոսում ենք Ալմատի հռչակագրից, իրենք անդադ խոսում են Թուրքմենչայի պայմանագրից։ Այսինքն որպեսզի ընդհանուր նաև հասկանալի դառնա, թե ինչ նկարտումներ ունի ընդհանրապես Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դե որովհետև նախ առաջկայում երևի չեղարկվի Կարսի պայմանագիրը, երևի, հա, դրա համար Թուրքմենչային են հիշել, հա։ Բայց տեսեք, դուք ասում եք, որ Ռուսաստանը մեզ վերաբերում է այսպես, որպես կայսրության մաս եւ այլն։ Իսկ մենք ինչ ենք անում, որ դա այդպես չլինի։ Օրինակ ես այսօր շատ զարմացել էի, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանը գնացել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հանդիպել էր շատ հարգելի Վագն Հովակեմյանի հետ, հանձնաժողովի նախագահի, եւ ըստ պաշտոնական տեղեկատվության քննարկել էին Հայաստանում ընտրական գործընթացները եւ նախապատրաստական աշխատանքները ընտրությունների։ Ռուսաստանի Դաշնության դեսպանը ինչ գործ ունի Հայաստանի ընտրական գործընթացների հետ։ Իրենք ընկալում են այն տեսանկյունից, որ եթե Եվրամիության դեսպանը ես ուզում եմ հասկանամ, թե պարոն Հովակիմյանը դա ինչպես է ընկալում, օրինակ ասած։ Չեմ կարող ասել ինչպես է ընկալում, վստահաբար դա նախաձեռնությունը եղել է դեսպանի կողմից եւ ենթադրաբար նաեւ պարոն Հովակիմյանը հիմք չի ունեցել ասելու իսկ իմաստը որն է եւ այլը, բայց դա նաեւ պիտի շեշտենք, որ ավանդաբար Ռուսաստանից, այսինքն ԱՊՀ երկրներից մենք ունեցել ենք նաեւ դիտորդական առաքելություններ, որոնք միշտ հատկապես նախկինում այդպես գովաբանել են, ասելով, որ մենք իդեալական ընտրություններ ենք ունեցել, իհարկե ցանկացած հայաստանյան ընտրություն միշտ իդեալական կարող էր համարվել համեմատած ռուսական որևէ Ռուսաստանում տեղի ունեցած որևէ ընտրությունից, երևի 96 թվականից ի վեր, բայց ընդհանրապես ունեցել ենք միշտ ԱՊՀ երկրներից դիտորդական առաքելության որոշակի այդպես խումբ, որոնց համար ընտրությունները տենց մի հատ sense առիթ էր Հայաստանում լավ ուտել խմելու եւ այլն։ Բայց նաև ընկալումը ռուսական կողմից այն է, որ եթե Եվրամիության դեսպանը ոչ միայն կարող է գալ հանդիպել, այլ նաև բավական լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որպեսզի հատկապես տեխնիկական տեսանկյունից, տեխնիկական առումով ընտրությունների կազմակերպումը սահուն անցնի, հա, այնտեղ եւ տեխնիկական հագեցվածությունը, կամերաների տեղադրում, մատնահետքերի ստուգում եւ այլն, այդ ամբողջ տեխնիկական բանը վերջո եղել է Եվրամիության աջակցության ժամանակին եւ ԱՄՆ-ի USAID ծրագրի աջակցությամբ տարիներ շարունակ ենթադրում եմ, որ Ռուսաստանն էլ ինքն էլ դիտարկում է, որ իրենք էլ կարող են դա անել, բայց որևէ կերպ, այսինքն այս դեպքում ամբողջ ծրագրային եւ հիմա հատկապես կիբերանվտանգության տեսանկյունից, որովհետև չարչերկված հիբրիդային հարձակումները ենթադրում են կամ դրանց մեջ ներառում է բավական մեծ այդպես մաս կիբերհարձակումների։ Ընդ որում նաև պիտի շեշտենք հատկապես ընտրական գործընթացների վրա կիբերհարձակումները բավական լուրջ պրոցեսներ են եւ երբ օրինակ նախորդ ամիս ասվեց, որ Եվրամիությունից այդպես արագ արձագանքման խումբ է նաև գալու եւ այստեղ տեղում իրենք աշխատելու են հատկապես հենց կիբերհարձակումներից պաշտպանելու տեսանկյունից, որտեղ սա միայն ընտրությունների ընդհանուր կարևորությունը եւ ընտրությունների բարեվարկությունը պահելը չի, սա նաև հենց Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ այդտեղ ընտրող քաղաքացիների անձնական ամբողջ տվյալներն են եւ օրինակ 2023 թվականին Մեծ Բրիտանիայում այդպիսի բավական լուրջ կիբերհարձակման դեպք եղավ, երբ մոտավորապես 40 միլիոն ընտրողի ահռելի այդպես տեղեկությունների արտահոսք էր տեղի ունեցել եւ դա հենց հետագայում արդեն ապացուցեց, որ դա ռուսական կողմից էր արվել։ Այնպես որ այս առումով մեր միակ համագործակցությունը, ինչպես Զախարովան առաջարկում էր իրենք օգնեն մեզ հիբրիդային սպառնալիքներից պաշտպանվելու տեսանկյունից, միակ համագործակցությունը պիտի լինի, որ ի վերջո խոստանան, որ այդ հարձակումները գոնե ինչ որ
տրամաբանական քանակի են լինելու եւ ոչ այս ծավալի, որը անգամ մեր գործընկերները թե Մոլդովայի, թե Ռումինիայի եւ թե ընդհանրապես Եվրամիության, որոնք այդ հոսքերը արդեն մի քանի տարի բարբերաբար ուսումնասիրում են, որովհետեւ դրանք բոտային հոսքեր են եւ դա նաեւ տարբեր այդպես մեխանիզմներով տեսանել են, իրենք ապշած են, որ անցած տարվա ապրիլից արդեն Հայաստանը այս բոլոր այդ ռուսական բոտային մեխանիզմների սկսած Matryoshka, Storm 15-16, Doppelganger եւ այլ, դրանք բոլորը անցած տարվա ապրիլից մայիսից արդեն Հայաստանի ուղղությամբ աշխատում են։ Սա աննախադեպ է, որովհետեւ եթե օրինակ Մոլդովայի դեպքում կամ Ռումինիայի դեպքում դրանք կամ եվրոպական այլ երկրներում, որովհետեւ դրանք նաեւ գործել են եվրոպական երկրներում, դրանք սովորաբար ընտրություններից առաջ 3 ամիս առաջ կամ 4 ամիս առաջ են ակտիվորեն գործարկվել, մեր դեպքում փաստացի 1 տարի արդեն մենք այդ ապատեղեկատվական լուրջ հոսքերի եւ թիրախավորված հոսքերի ներքո ենք։ Քանի որ խոսեցինք Փաշինյան-Պուտին հանդիպումից եւ նաեւ հիշատակեցիք ԱՊՀ դիտորդական առաքելությունները նախորդիվ Հայաստանում եղած, ես հիշեցի, որ երեք ես YouTube-ով հետևում էի այնց այդ դիտորդական առաքելությունների գրեթե մշտական անդամներից մեկին Գուդկովին, եթե կհիշեք, որը ես որքանով որ ես հասկացա նրա խոսքից ինքը հիմա Ռուսաստանում չի, եւ որը ասաց, որ այդ խոսակցությունը նկատի ունեմ վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի Հայաստանի վրա կարող է շատ թանկ արժանալ, որովհետեւ նման դեպքերում Վլադիմիր Պուտինը վրեժխնդիր լինելու այդպես սովորություն ունի, որտեղ այն ամեն ինչ որ ասվեց, այնտեղ այնքան էլ հաճելի չէր Վլադիմիր Պուտինի համար եւ Գուդկովը կարծիք հայտնեց, որ Հայաստանում միգուցե եւ հնարավոր է պետական հեղաշրջման փորձ։ Իրականում Գուդկովը այո, հիմա Մոսկվայում չի, Ռուսաստանում չի ապրում եւ շատ ավելի բաց հաճախ նաեւ խոսում է ներքին իրենց երկրի ներքին խնդիրներից, ինչի մասին նախկինում չենք մտածի։ Բայց այստեղ որ ես կարող եմ երբևէ Գուդկովին լսել։ Պուտին-Փաշինյան զրույցի շերտերը մի քանիսն են եւ ինչու է նաեւ կարծում եմ Գուդկովը կարծում, որ սա սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար, որովհետեւ մի շերտը շատ կարեւոր է, որ այս խոսակցությունը եւ ըստ էության Պուտինին մերժելը տեղի ունեցավ հրապարակային։ Սովորաբար նման խոսակցություններ եւ սա աննախադեպ էր նաեւ նման խոսակցությունները լինում են կուլիսների հետևում եւ եթե անգամ մերժում է տեղի ունենում ցարին, դա արվում է ոչ հրապարակային։ Այս անգամ դա հրապարակային էր արվել եւ որովհետեւ նաեւ այդ հենց պահանջն էր հրապարակային արվել, որովհետեւ հասկանում եմ, որ նաեւ խելամտությունը բնականաբար պիտի թույլ տար, որ դա հրապարակային չարվեր, բայց պատասխանը պիտի այնուամենայնիվ հնչեր։ Այստեղ մեկ այլ խնդիր կար, որ Պուտինի պահանջը էլի ելնում էր այդ կայսերապաշտական իրենց դիրքից։ Ես վստահ եմ Պուտինը այնպես չէր, որ չգիտեր, որ Հայաստանում Հայաստանի քաղաքացիները իրավունք բացառությամբ Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն ընտրելու եւ ընտրվելու, որովհետեւ այդ նույն ընթացակարգը վստահաբար նաեւ իրենց մոտ է սահմանադրությամբ եւ ընդհանրապես աշխարհի համարյա բոլոր երկրներում է դա որպես կարեւորագույն դրույթ, որովհետեւ դա պետության ինքնիշխանության կարեւոր մի մասն է։ Ընտրել կարող են դրսի սփյուռքի, որովհետև դա մեզ մոտ էլ ըստ էության նորմալ էր մինչև 2005 ես նման մոտեցման բացատրություն ունեմ։ Հիմա մարդը մտածում է, եթե ժամանակին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար կարող է լինել երկքաղաքացի։ Այո։ Եթե պաշտպանության նախարար կամ գլխավոր շտաբի պետ կարող է լինել երկքաղաքացի, իսկ ինչի չի կարող լինել, ասենք օրինակ վարչապետ։ Եվ ընդ որում այդ խոսքում շատ հետաքրքիր մի էլի նրբություն կար, երբ ասում է, որ դե կան ռուսամետ քաղաքական ուժեր,
որոնցից մի քանիսը թե մեկը ձերբակալված է, բայց չնայած ունի Ռուսաստանի քաղաքացիություն, ինչը շատ անձնագիր, ինչը շատ տարօրինակ է, որովհետև ենթադրվում է, որ եթե ունի Ռուսաստանի անձնագիր, ուրեմն չէր կարող ձերբակալվել կամ չէր կարող կալանավորվել եւ այլ։ Այսինքն այստեղ էլի այդ նրբությունները, բայց ընդհանրապես մոտեցումը հենց այդ դիրքից է, որ դուք ով եք, որ մի հատ էլ խոսեք ինքնիշխանությունից կամ ձեր սահմանադրությունից, այդ սահմանադրությունը ամեն րոպե կարելի է փոխել եւ այդ սահմանադրությունը չի որ որոշելու, այլ ես եմ որոշելու եւ այլ, սրանք իսկապես շատ խնդրահարույց հարցեր են, որոնց տրվեց պատասխան եւ որոնց այդ պատասխանը, քանի որ նաեւ հրապարակային էր, դրա պատասխանը թերևս նաեւ գուցե, ինչպես Գուտկովն է ասում, գուցե այնքան էլ հաճելի չլինի, բայց ես կարծում եմ, որ չհրապարակվեցին այդ պատասխանները։ Տեսեք, սա նաեւ Ռուսաստանում հրապարակված ընդհանրապես դրան հաջորդած, հանդիպմանը հաջորդած, որտեղ սա մի հատ sense հատուկ մշակված մեդիա արշավ էր, այդ ընդ որում շատ տարօրինակ էր նաև ներկա լրատվամիջոցների քանակը, որտեղ սովորաբար այդ բաց հանդիպումները այդքան շատ չի, սովորաբար հենց արարողակարգը նկարում է, հետո տարածում է, այսինքն դա նորմալ պրակտիկա է։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այնտեղ բավական շատ էին ներկայությունը տարբեր անձանց ներկայությունը, մասնակիցների եւ նաեւ մեդիաների ներկայությունը, սա հստակ մեզ ցույց է տալիս այն մոտեցումը, որ սա կոնկրետ ստորացման մի հատ փորձ էր, ստորացման ակտ էր, եւ սա էլի ելնում էր այն մտայնությունից, եւ սա է ցավալի, որ Ռուսաստանը դեռևս չեն ընկալում Հայաստանի հանրության տրամադրությունները։ Ռուսական շատ մեդիաներ, նաև փորձագիտական տարբեր շրջանակներ խոսում էին, որ Ռուսաստանում նաև ընկալել են, որ Փաշինյանը այս հանդիպումը պահանջել է, որպեսի ցույց տա, որ Ռուսաստանը իր մեջքին է, որպեսի ձայները տանի, հա, ինչպես ժամանակին Ռաֆին էր ասում, Ռաֆի Հովհաննիսյանը ասում էր գնամ Ռուսաստանից բան բերեմ, հա, լեգիտիմություն բերեմ կամ իմ պաշտոնը բերեմ եւ այլն։ Դեռևս իրենք կարծում են, որ Հայաստանի հանրությունը դեռ այդ մտայնության մեջ է։ Եվ նաեւ ցույց տվեցին, որ մենք Փաշինյանին չենք պաշտպանում, բայց մենք ունենք նախընտրելի թեկնածու եւ էլի չհասկացան, որ այդ նախընտրելի թեկնածուին իրենց աջակցությունը շատ ավելի վնասեց, քան ընդհանրապես կարող էին իրենք պատկերացնել, որովհետև եթե այդ նախընտրելի թեկնածուի հնարավոր այսպես դերակատարները Հայաստանում փորձում են իրենց դիստանցավորել Ռուսաստանից, անդադ ասում են, իսկ ով ասեց, որ մենք Ռուսաստանի ուժն ենք կամ ռուսամետ ենք, մենք բոլոր տարբեր երկրների հետ համագործակցության ջատագով ենք եւ այլ, հստակ արդեն ասվել է, հա, Պուտինն է ասել, եւ դա արդեն բավական այդպես անհերքելի փաստ է դարձել։ Այսինքն այս հանդիպումը շատ հետաքրքիր եւ դրան հաջորդած, ինչու եմ ասում, սա այդպես պլանավորված մեդիա արշավ էր Հայաստանի դեմ ու նաեւ Հայաստանի կառավարության դեմ, որովհետեւ դրան հաջորդեց արդեն Օվերչուկի հայտարարությունը, դրան հաջորդեց մի քանի այդպես բավական նաեւ իրենց հիմնական այդպես ORT-ով եւ Ռոսիա կանալով բավական երկար եւ մանրամասն ռեպորտաժներ ակնհայտ ցույց էր տալիս, որ եւ էլ չեմ ասում հայտարարությունների մակարդակում Պիսկով, Զախարովա եւ այլն բոլոր դերակատարները հերթով սկսեցին այդ սպառնալիքները, հատկապես տնտեսական սպառնալիքները հնչեցնել եւ այդ նույն հնչեցման մեծ հաշվով արձագանքը նաեւ Սամվել Կարապետյանի հայտարարություններ, այսինքն կարծես թե այդպես նենց սկուտերի վրա բերեցին, ասեցին դու էլ կարաս հայտարարես, սրանք բոլորը են հիմնական խոսույթներն են, որոնց վրա կարող եք կառուցել ձեր նախընտրական քարոզարշավը։ Միգուցե դրանից հետո դրա հետ էր կապված թե ոչ, դրանից հետո անմիջապես ակտիվացան խոսակցությունները, ամենադեպս Սամվել Կարապետյանի կողմնակիցները սկսեցին պնդել, որ Հայաստանի դեմ Ռուսաստանը սկսելու տնտեսական պատերազմ։ Ընդ որում մեղադրելով իշխանություններին նրա համար, որ մեր լավագույն գոնե տնտեսական առումով դաշնակցի հետ մենք հարաբերությունները փչացնում ենք,
չունենալով իրական այլընտրանք, որովհետև այսօրվա դրությամբ Եվրամիությունը այլընտրանք չի տնտեսական իմաստով Ռուսաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունների, Միացյալ Նահանգները այլընտրանք չի, Իրանի հետ տեսնում ենք ինչ է հիմա այս պահին կատարվում, այսինքն այդ դաշտը հիմա գոնե առժամանակ փակ է դեպի մերձավոր արևելք ճանապարհները, եւ մենք այս փակուղում հայտնվել ենք, որովհետեւ մենք հիմա այս նեղ մաջալին կներեք ժողովրդական խոսքի համար որոշել ենք Մոսկվայի հետ գնալ ուղիղ առճակատման։ Դե հիմա մարդիկ են թողեք ընտրվեն էլի։ Գիտեք, այստեղ խնդիրը այն է, որ երբ հաճախ օրինակ հարցնում են, բա որ այս սպառնալիքը տեղի ունենա, բա որ, որովհետև հիմա դեռ ուղղակի սպառնալիքի լեզվով են խոսում։ Ես շատ հաճախ նաև իմ մոտեցումը այն է, որ այդ գործիքը միևնույն է միշտ կիրառվելու է, անկախ նրանից Հայաստանում ով է ղեկավար։ Դրանք այն հիմնական այդպես մահակներն են, որոնք Հայաստանի դեմ կիրառվում են, ընդ որում եւ ելի նորից վերադառնանք Պուտին-Փաշինյան հանդիպման այդ խոսակցության բուն կետին, ինչու հանկարծ Պուտինը նորից վերադարձավ Արցախի խնդրին։ Սա եւս բոլորովին պատահական չէր, որովհետև Արցախի խնդիրը եւ կոնֆլիկտը ընդհանրապես իրենց ձեռքին ամենաուժեղ մահակն էր, որը հիմա կորցրել են։ Հիմա այդ մահակին նորից վերադառնում են, ընդ որում դա էլի տենց նաեւ որոշակի այդպես մեսեջ էր, որ մենք եթե դուք այսպես անեք, գուցե նորից հնարավոր լինի վերադառնալ եւ այլևս կնես հույսը, սին հույսը նորից ներշնչել հայ ժողովրդին, որ գուցե սա է ելքը եւ այլը, որովհետեւ մեծ հաշվով սա այն հիմնական մահակն է, որը կորցնելուց իրենք արդեն ընկել են այդպես բավական լուրջ պանիկայի մեջ եւ ել ավելի դրա համար ուժեղացնում են տնտեսական մահակի այդպես գործոնը։ Բայց այդ տնտեսական մահակը շարունակաբար միևնույն է կիրառվելու է, անկախ նրանից այստեղ կլինի ռուսամետ գործիչ, թե արևմտամետ, չնայած այս դեպքում մենք սխալ է ասենք արևմտամետ, որովհետև այս դեպքում ընդհանրապես Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանությունը մեծ հաշվով սխալ քայլ որպես այդպեսին չի արել, եղել են այնտեղից քայլեր եւ որն է այստեղ եղել հիմնական այդպես դիտանկյունը եւ ելակետը գործողությունների Հայաստանի շահերը պաշտպանելն է։ Հիմա եթե ինչ որ իրավիճակներում Ռուսաստանի շահը եւ Հայաստանի շահը մեկը մյուսին հակոտնյա են, Հայաստանի իշխանությունները ցանկացած իշխանություն, որը պիտի ընտրի, շարունակի Ռուսաստանի շահը պաշտպանել, թե Հայաստանի շահը։ Այստեղ ուղղակի հարցը այնքան տրամաբանական է, հարցի պատասխանը այնքան տրամաբանական է, որ ուղղակի քննարկելն անգամ անհեթեթ է, եթե Հայաստանի պետության շահերի եւ խոսում ենք ընդհանրապես Հայաստանի ղեկավարության կամ Հայաստանի որպես քաղաքացի ենք խոսում, այստեղ միանշանակ է Հայաստանի շահը։ Եվ այստեղ այդ մահակը տնտեսական շահարկման եւ այլն շարունակաբար կիրառվելու է։ Ընդ որում այս մահակի մասին հիմա հատկապես խոսում են մարդիկ, ովքեր ժամանակին ամենամեծ այդպես սխալներով են այդ մահակը ել ավելի մեծացրել ռուսական կողմի ձեռքում, հա։ Նույն հիմա օրինակ որն է խնդիրը եւ որի շուրջ էր նաեւ այս ամբողջ վեճը, դա միայն գազի չէ, դա երկաթուղու կոնցեսիոն կառավարումը, որը ըստ էության Քոչարյանի վերջին նվերն էր տրված ռուսական կողմին։ Դա եղել է 2008 թվականի փետրվարին։ Էլ տալու բան չէր մնացել։ Եվ էլ տալու բան չէր մնացել, չէ, մնացել էր 20%-ը։ Հայ-ռուս գազարդի 20%-ն էր, որն էլ արդեն Սերժ Սարգսյանը նվիրաբերեց։ Դրանից առաջ բնարավոր բոլոր լծակները, ռազմավարական կարևորության բոլոր գործիքները տրվել էր Ռուսաստանի եւ հիմա այդ նույն մարդիկ խոսում են լավ բանակցողի դիրքերից։ Լավ բանակցող էիք ժամանակին, լավ բանակցեիք ընդամենը $100 միլիոն պարտքի դիմաց մեր ռազմավարական կարևորության գործարանները չտայիք Ռուսաստանին։ Լավ բանակցող էիք նույն հայ-ռուս գազարդի կամ Իրանի հետ մեր գազատարի այդ տրամագիծը չփոքրացնեիք։ Բանակցեիք, գոնե այդ մասով կարող էիք բանակցել, չէ՞, լավ բանակցող էիք։ Լավ, փոքրացրեցիք, չտայիք։ Չտայիք ամբողջ ինֆրաստրուկտուրան, ամբողջ գազատարը չտայիք, որովհետև հիմա էլի այդ այլ
այլընտրանքի, հիմա եթե խոսենք այլընտրանքի բացակայությունից, այդ բացակայության պայմանները ովքեր են ստեղծել, նույն Քոչարյանի այդ ամբողջ կլանն է ստեղծել, նվիրաբերելով հնարավոր ամեն ինչ եւ բոլորովին իզուր չի, որ մենք ասում ենք ոչ թե գույք պարտքի դիմաց, այլ իշխանություն պարտքի դիմաց, այսինքն անընդհատ այդ պարտքի դիմաց տրվել է լեգիտիմություն եւ դրա դիմաց վճարել է Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե իրենք։ Եվ սա է ամբողջ խնդիրը, որ այո, մենք հիմա բավական ծանր իրավիճակում ենք մանևրելու տեսանկյունից, բայց որքան պիտի, որովհետեւ նորից եմ շեշտում, ով էլ լինի, այդ ճնշումները միևնույն է գործադրվելու են, բայց հիմա ստեղծվել է հնարավորություն գոնե ինչ-որ չափով այդ ճնշումների մահակի ծանրությունը թեթևացնել եւ այդ այլընտրանքները ստեղծել եւ TRIP-ը հենց դրա մասին է եւ այս դեպքում ուղղակի կարծում եմ որևէ պրոռուսական, ռուսամետ որևէ ուժի իշխանության գալով մենք ուղղակի կմոռանանք TRIP-ի մասին եւ սա կլինի բավական պատմականորեն այսպես Հայաստանի ինքնիշխանության, Հայաստան որպես պետություն գոյության բավական լուրջ մարտահրավերներից մեկը։ Իդեպ TRIP-ի մասին մեզ կոչ են անում մոռանալ, արդեն եթե չեմ սխալվում 37-րդ օրն է սա, կամ 38-րդ, այսինքն այն պահին, երբ Միացյալ Նահանգները հարվածեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը, այստեղ զուգահեռ մի ալիք սկսվեց, որը մինչև հիմա շարունակվում է, մոռացեք TRIP-ի մասին, TRIP-ը որևէ մեկին պետք չի, որովհետև Իրանը արդեն թույլ չի տալու, որ TRIP լինի, չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ այն ժամանակ, երբ այսինքն պատերազմից 1 օր առաջ, երբ պատերազմի վտանգ կար, ասում էր, ես խնդիր չունեմ, արդեն ասում էր։ Հիմա թե ինչի խփիթ ունենա ես չգիտեմ, բայց մոռացեք TRIP-ի մասին, դա թղթի կտոր է, դա ապագա չունի, դա մեզ հեռանկար չի ապավելու, բայց այսօր Ղազախստանի պատվիրակությունը Երևանում է ու ենթադրում եմ, որ նաև այդ թեմայով Նաև այդ թեմայով, նաև ամերիկյան կողմն է բավական ակտիվ աշխատում եւ պիտի շեշտեմ, որ այս առումով իրենք դանդաղեցում նույնիսկ բանակցային process-ներում տարբեր այդպես գործուն մեխանիզմների ստեղծման տեսանկյունից դանդաղեցում չկա։ Թվում է թե առաջնահերթությունները հատկապես տարածաշրջանում պետք է փոխված լինեն բավական լուրջ պատերազմական իրավիճակում, բայց անգամ այդ իրավիճակում իրենց համար միևնույն է TRIP-ը առաջնահերթ է եւ մեզ համար էլ բնականաբար, բայց այս կեղծ ապատեղեկատվական հոսքերը եւ TRIP-ի դեմ եւ ընդհանրապես տարբեր ուղղությունների դեմ նաեւ դիվերսիֆիկացման մեր քաղաքականության դեմ շարունակական են, որովհետեւ այո, սա այդ ապատեղեկատվական հիբրիդային սպառնալիքի շատ մեծ կտոր է կազմում ապատեղեկատվությունը որպես այդպիսին եւ սա այն ամենաայլի գործուն մեխանիզմներից է, որը լավագույնս իրականացնում է ռուսական կողմը եւ դրա փորձը, ինչպես Զախարովյանն ասում, իրենք այո, իսկապես ունեն լավագույն փորձ է դառնով։ Բայց հանուն արդարության նշենք, որ մի կետ կա, որտեղ իրենք սկզբունքորեն այնքան էլ հեռու չեն իրականությունից, իմիջիալից երբ ես նման հարցեր տալիս եմ, շատերի մոտ մեր ունկնդիրների եւ հետեւորդների տպավորություն է ստեղծում, թե ես հակառուսական ինչ-որ լրագրող եմ, հակառուսական դրամատրվածություններով, դա այդպես չի։ Ես ուղղակի արձագանքում եմ այն բոլոր իրադարձություններին, որոնք ես տեսնում եմ, իսկ այդ իրադարձությունների աղբյուրներից մեկ հիմա ես ինչ անեմ, որ այնտեղ է։ Հիմա տեսեք, ինչ են ասում իրենք, ասում են, քանի դեռ արևմուտքը չի ապահովել Հայաստանի ապաշրջափակումը մասնավորապես Թուրքիայի կողմից, մնացած ամենը հեքիաթներ են։ Իսկ արևմուտքը դա դեռ չի ապահովել։ Արևմուտքի ապահովելու կամ չապահովելու հարցը նույնիսկ չի, չնայած սովորաբար այո, մենք ինչ որտեղ ապավինում ենք նրան, որ ամերիկյան կողմը պիտի ճնշում գործադրի Թուրքիայի վրա եւ այլ, բայց սրանք էլի process-ներ են։ Եվ այստեղ մի ուրիշ հարց կա։ Թուրքիայի հետ սահմանը կարծում եմ ժամանակի խնդիր, այսինքն վաղ թե ուշ պիտի բացեն, որովհետեւ իրենք են տուժում մեծ հաշվով, հատկապես երբ արդեն Ադրբեջանը, այսինքն այստեղ իրենց մոտ հարց է առաջանում, Ադրբեջանը, եթե դու պարտադրում ես չբացել սահմանը, բայց դու բացել ես եւ այդտեղից նաեւ որոշակի օգուտներ ես ունենում եւ այդտեղից նաեւ օգուտ է ունենում նույն Ղազախստանը, մենք ինչու պիտի մնանք դուրս այս ամբողջ process-ից, այսինքն դա վաղ թե ուշ տեղի ունենալու։ Բայց այստեղ մի կարևոր բան կա։ Հատկապես այդ բոլոր մարդիկ, ովքեր շեշտում են, որ այ ինչու Թուրքիայի սահմանը չի բացվում եւ այլն, նույն օրը որ բացվի սահմանը, ընդ որում հիմա ասում են այ դա ճիշտ կլիներ բացվեր ընտրություններից առաջ,
միանգամից ասելու էին, ահա, տեսեք, բա որ ասում ենք Թուրքիայից է Փաշինյանի աջակցությունը կամ Ադրբեջանից է առավելապես իր աջակցությունը, չեք հավատում։ Այսինքն սա եւս չնայած ինքը կլիներ ըստ էության խաղաղության օրակարգում եւ տնտեսական նաեւ օրակարգում շատ կարեւոր առաջընթաց, բայց կգործեր մեծ հաշվով իշխանության դեմ եւ դա մեծ հաշվով հենց իշխանության դեմ որպես գործի կկիրառեին հերթական ապատեղեկատվական եւ այս թրքացման այսպես կեղծ նարատիվը առաջ մղելու եւ զարգացնելու առումով։ Տնտեսական առումով այո, Թուրքիայի սահմանը բացելը հատկապես եթե Հայաստանը այնուամենայնիվ դիտարկում է իր հետագա ոնց որ ուղղությունը դեպի Եվրամիություն, Թուրքիայի սահմանը իսկապես շատ կարևոր է, հատկապես հաշվի առնելով Վրաստանում տեղի ունեցողը եւ այլ։ Բայց ես կարծում եմ դա իսկապես ժամանակի հարց է եւ այստեղ երբ արդեն մենք որպես այդպեսին արդեն ստորագրված համաձայնագիր կունենանք, ուղղակի արդեն անհեթեթ կլինի Թուրքիայի կողմից դա փակ պահելը, իսկ նաեւ իրեն ձեռնտու չի լինի։ Կապրենք կտեսնենք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Հանուն իրավունքների կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։